Կարող եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու։ Իհարկե, որպեսզի հասկանանք հարցը ում է վերաբերվում, ինչ իմաստ ունի, պիտի կարդանք համատեքստը, բացենք Մատթեոսի ավետարան 20-րդ գլուխը եւ 17-ից 28 հատվածը, մի փոքր որպեսզի ամբողջ պատմությունը հասկանանք, ընթերցենք 17-ից 28 հատվածը։ Երբ Հիսուսը Երուսաղեմ էր բարձրանում, 12 աշակերտներին առանձնացրեց եւ ճանապարհին նրանց ասաց. Երուսաղեմ էր գնում, շատ մարդիկ էին իր հետ գնում, եւ 12-ին առանձնացրեց եւ սկսեց խոսել իրենց հետ, ասաց. ահա Երուսաղեմ ենք բարձրանում եւ մարդու որդին մատնվելու է քահանայապետներին ու դպիրներին եւ նրան մահվան են դատապարտելու եւ հեթանոսներին են մատնելու, նա ծաղրվելու է, գանահարվելու է, խաչն է հանվելու, սակայն երրորդ օրը հարություն է առնելու։ Տերը խոսում էր աշակերտներին, պատրաստում էր այն ամենին, ինչ որ տեղի է ունենալու իր հետ եւ ուսուցանում էր, որ հենց սրա համար է ինքը եկել։ Իրականում, որ ծաղրելու են, հեթանոսներին ասելով հռոմեացիներին են հանձնելու, հռոմեացիները իրեն ծեծելու են, ծաղրելու են, չարչարելու են, խաչելու են, բայց երրորդ օրը հարություն է առնելու։ Եվ այդ ժամանակ 12-ի հետ էր խոսում, երևի կողքից մի կին կար, իրան լավ լսում էր այնտեղ ինչեր ասում, եւ դա Զեբեդեոսի որդիների մայրն է, Հովհաննեսի եւ Հակոբոսի մայրը, եւ ինքը մոտենում է ու երկրպագում է Հիսուսին ու նրանից մի բան է խնդրում։ Այսինքն հասկացավ, որ Տերը ասում է, ես շուտով գնալու եմ երկինք։ Եվ կարծես այս կնոջ ուշադրությունը եւ իր որդիների, հետո կտեսնենք, որ որդիներով երևի քննարկել էին, մայրը որդիների հետ քննարկել էր սա, որովհետեւ որդիներից են նեղանում աշակերտները, ոչ թե մորից։ Այս ամենի մեջ լսեց, որ շուտով Հիսուսը գնում է երկինք եւ մայրական ինչ-որ այսպես հոգատարություն կար իր մեջ, ասաց. «Այնքան կուզեմ, որ քո, լավ եկեք իր խոսքերով ասեմ»։ Հիսուսը նրան հարցրեց. «Ինչ ես ուզում»։ Կինը նրան ասաց. «Ասա, որ իմ այս երկու որդիները քո արքայության մեջ նստեն, մեկը քո աջ կողմում, իսկ մյուսը քո ձախ կողմում»։ Այսինքն ես որպես մայր, սրա մեջ վատ բան չկա իմիջիալուց, Աստվածաշնչում գրված է, որ եթե դուք երկնքում մեծ փառքի եք ուզում արժանանալ, սրա մեջ վատ բան չկա։ Որովհետև երկնքում մեծ փառքը նշանակում է այստեղ ամենախոնար ծառան, եւ սա շատ լավ է։ Սա հպարտություն չի։ Բայց Տեր Հիսուսը պատասխանեց ու ասաց, 22-րդ խոսքն է, չգիտեք թե ինչ եք խնդրում։ Կարող եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու։ Ահա հարցը։ Դուք չգիտեք ինչ եք խնդրում։ Դուք չգիտեք, որ այո, փրկությունը ձրի է։ Փրկությունը ձրի է, ոչ թե ձրի է, երբ որ մեկը բերում է ձեզ մի հատ նվեր է տալիս, ասում ես, չգիտեմ, ինչ է տալիս։ Մեքենա է նվիրում։ Ասում ես, ես չեմ կարող սա վերցնեմ, ասում եմ, ինչու, որովհետև դա թանկ արժի, այո, ես վճարել եմ դրա համար, ես քեզ տալիս եմ դա, ես պատրաստ եմ քո համար դա վճարեմ, քո համար դա ձրի է, բայց իր համար դա ձրի չի, փրկությունը մեր համար ձրի է, բայց Տեր Հիսուսը մեծ գին է վճարել այդ փրկության համար, բայց երկնքում մեծ վարձքի արժանանալը ձրի չի, Քրիստոսի աշակերտ լինելը գինը իր մեջ ենթադրում գին վճարել, դու պիտի գին վճարես իր աշակերտը դառնալու համար։ Եվ հատկապես, եթե այսպիսի մեծ պատիվ, այսինքն այնպիսի աշակերտ, պատկերացնում եք ողջ մարդկությունը, որ ապաշխարել է, մարդկության այն հատվածը, որ ապաշխարել է Աստծու աստվածավախ կյանքով ապրող մարդիկ են եղել, Աստծու գործն է գործել, ծառայել են մարգարեները, առաքյալները, հին կտակարանի արդարները, նոր կտակարանի սուրբերը եւ բոլորի մեջ այս Զեբեդեոսի կինը, Զեբեդեոսի որդիների մայրը, Հովհաննեսի ու Հակոբոսի մայրը,
ասում է, ես ուզում եմ, որ ամենապատվավոր տեղը իմ այս երկու որդիները ունենան։ Իհարկե Տեր Հիսուսը չի հանդիմանում այս ցանկության համար, բայց ասում է, որ դրա համար գին է պետք վճարել։ Կարող եք։ Ինչ շատ է դուր գալիս, այստեղ նրան ասացին, ովքեր ասացին։ Այս երկուսը նրան ասացին, կարող ենք։ Եվ Հիսուսը չասաց չեք վճարելու, չեք կարող, սուտ եք խոսում, ասաց իմ բաժակը խմելու եք եւ այն մկրտությամբ, որ ես պիտի մկրտվեմ, մկրտվելու եք, բայց իմ աջ ու ձախ կողմում նստեցնելը ես չեմ տալիս, դա կտրվի նրանց, որոնց համար պատրաստված է իմ հոր կողմից։ Երբ մյուս 10 լսեցին, զայրացան երկու եղբայրների վրա։ Հիսուսը նրանց մոտ կանչեց եւ ասաց. Գիտեք, որ առաջնորդները տիրում են ազգերին եւ իշխանավորները իշխանություն են բանացնում նրանց վրա, բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի։ Այլ ձեզանից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի, եւ ձեզանից ով ցանկանա առաջինը լինել, ձեր ծառան պիտի լինի։ Ինչպես որ մարդու որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որպեսզի ինքը ծառայե եւ շատերի փոխարեն իր կյանքը որպես փրկագին տա։ Ասեց այո, դուք անելու եք այդ ամենը, այդ մկրտությունով մկրտվելու եք, այդ բաժակն էլ խմելու եք։ Բաժակը խմել իմիջիայլոց Աստվածաշնչում շատ կա, ես մի քանի հատված առանձնացրել եմ, ինչա նշանակում բաժակը խմել, բայց երևի հասկանում ենք, դա բաժակի մասին չի։ Դա այն հանձնարարությունը կատարելն է, որը որ ասում է Տերը։ Այսինքն այն չարչարանքներով անցնելը, որը որ պետք է, որ Աստծո կամքն է։ Հիշում եք Տեր Հիսուսը ինչ էր աղոթում Գեթսեմանի պարտեզում։ Հայր, միջալուց գրված է, ես ընթերցեցի այդ հատվածը, գրված է հոգիս մահու չափ տրտմած է։ Մեռնելու աստիճան տրտմած եմ։ Եվ եթե հնարավոր է այս բաժակը հեռացրու ինձանից, եւ խոսում էր խաչելության մասին, բայց ասում էր ոչ թե իմ կամքը, չլսես ինձ, բայց եթե հնարավոր է ինձ ուրիշ ճանապարհ ցույց տուր, բայց եթե սա քո կամքը չի, որ ես ուրիշ ճանապարհով գնամ, այլ դու ուզում ես, որ ես անցնեմ այս տառապանքի միջով, թող քո կամքը լինի։ Քո կամքն եմ ես ուզում։ Քո կամքն է բարի, հաճելի եւ կատարյալ։ Բայց բաժակը նկատի ուներ այդ ճանապարհը, եւ Տեր Հիսուսն էլ ասում էր, ես մի հատ բաժակ եմ խմելու, որ դուք կարաք արդյոք խմեք։ Նրանք ասեցին կարանք։ Ասեց դե որ կարաք, ուզում եք երկնքում շատ վարձք ունենաք։ Գիտեք, որ Տեր Հիսուսն է հանձնարարել ձեր գանձերը երկնքում դիզեք։ Մեծ վարձք ունեցեք այնտեղ։ Մեծ պատիվ ունեցեք, մեծ անուն ունեցեք, մեծ դիրք ունեցեք։ Բայց երկնքում մեծ դիրք ունենալու համար այս աշխարհի չափանիշները չեն գործում։ Այս աշխարհում է, որ մարդիկ, եթե իշխում է ինչ-որ մեկը մյուսի վրա, ինքը մեծ է համարվում։ Ով շատ իշխանություն ունի, նա մեծ է համարվում։ Եթե երկու հոգու իրար հետ համեմատում են, նայում են ում իշխանությունն ավելի բարձր, ինքը ավելի մեծ է։ Երկնքում այդ սանդղակը չի գործում։ Երկնքում ճիշտ հակառակն է։ Ով ավելի մեծ սեր ունեցավ, ով ավելի շատ հոգ տարավ դիմացինի համար, նա ամենամեծն է։ Ծառա լինելը հենց սա է նշանակում, ծառայել։ Ծառա լինել նշանակում է այն ինչ որ նախորդ խնամքի աստվածաբանության մեջ խոսեցի, այսօր դասը որ արեցինք, ծառա լինել նշանակում է իր կարիքը քո հարմարավետությունից բարձր դասել։ Իրեն օգնելը քո արժանապատվությունից անգամ, արժանապատվությունն այն առումով, որ Տեր Հիսուսը վերցրեց ու աշակերտների ոտքերը լվաց, միջալոց Ծաղկաձորից եմ գալիս եւ այնտեղ պատմություն կերտողների դասընթացն ենք անում եւ ուսուցիչներից մեկը մի հրաշալի բան արեց, այդ դասն էր ծառա առաջնորդի դասն էր, որ առաջնորդը պիտի ծառայի եւ ոտնլվայի օրինակը
ես ներկա չեմ եղել այդ դասին, այսօրվա իմ պատգամներին էի պատրաստվում, հետո իմացա, որ ինքը վերցրել է խոնավ անձեռոցիկ, մի տուփ խոնավ անձեռոցիկ էր խնդրել ինձանից, բերեցինք, տվեցինք իրեն, եղբայրներից մեկը գնաց եւ ասել է իրար կոշիկները սրբեք։ Որովհետեւ հիմա այնտեղ էլ ձյուն է լրիվ ու ցեխ է լինում, դրսից մտնում ես ներս ցեխ է լինում։ Հիմա դրա կարիքը կա, ասենք, հիմա ոտք լվալու կարիքը չկա եւ մարդիկ մտածում են ոտն լվան դա ծես է, ոտն լվան դա ծես չի։ Այն ժամանակ ամենացածր ստրուկի, տան ամենա այն վերջին ստրուկի գործն էր մյուսների ոտքերը լվալը եւ ինքը ասում է դուք ինձ Տեր եք կոչում եւ ես ձեր Տերն եմ, այդպես էլ կա։ Եվ ես ամենացածր ստրուկի գործը արեցի, ձեր ոտքերը լվացի։ Սա չի նշանակում, որ մենք պիտի եկեղեցում այսպես ծես անենք։ Ես դեմ չեմ, եթե մարդիկ ուզում են ծես անեն, թող ծես անեն, բայց դա չի պատվիրանը։ Պատվիրանը իրար հանդեպ մեր վերաբերմունքն է։ Ո՞վ է մեծ։ Հովիվն է մեծ։ Ոչ։ Դեք ով ամենամեծը եկեղեցում, ով ամենամեծ սերը ունի, ով բոլորին պատրաստած ծառայի, ով մտածում է ում բեռը թեթևացնի, ով մտածում է ում հոգսը թեթևացնի, ով մտածում է ում տառապանքը թեթևացնի, ինչ անեմ, որ մեկին օգտակար լինեմ, ինքը Աստված վերևից նայում է, եթե հովիվն է, բայց հովիվ լինելով չես դու մեծ լինում, բայց հոգատարությամբ ես դու մեծ լինում, սեր ունենալով ես մեծ լինում։ Եվ դա գին է պահանջում, դա, եթե դու այդ ճանապարհի վրա կանգնես, շատ տուժելու ես այս կյանքում։ Կարող եք խմել այն բաժակը, որ ես եմ խմելու։ Այսօր այդ հարցը ամեն մի Քրիստոսին հավատացողը պիտի այդ հարցը լսի ու պատասխանի։ Որովհետև շատ ճնշումներ են գալու քո կյանքում, երբ որ դու սկսես այս կյանքով ապրել։ Շատ ճնշումներ են գալու, շատ բաներ, որ դու ուզում ես, քո ուզածով չի լինելու։ Բայց դու երկնքում մեծ ես կոչվելու։ Սա հավատքի հարց է, որովհետև ես համոզված եմ, որ յուրաքանչյուրը կուզի երկնքում մեծ կոչվի։ Բայց երբ որ հասկանում ենք երկնքում մեծ լինելը, այստեղ փոքր լինելը նշանակում, այստեղ արդեն մտածում ենք, բայց արժի այդ գինը վճարել։ Ու Հիսուսի հարցի պատասխանը հենց սա է. արժի այդ գինը վճարել։ Արժի այստեղ ծառա լինել, որ այնտեղ մեծ լինես։ Ինչ եմ ասում հավատքի հարց է սա, որովհետև եթե հավատում ես երկնային իրականությանը, եթե հավատում ես, որ այս կյանքը Աստվածաշունչը ասում է գոլորշի է, գոլորշի նկատի ունի, տեսել եք, որ թեյնիկը եռում է, գոլորշին դուրս է գալի, թեյնիկը ես նեղ բերանից, ասես գոլորշին դուրս է գալիս, երևում է, հետո մի ակնթարթ վերև է բարձրանում ու չի երևում։ Կյանքը այդպես գոլորշի արագ անցնելու է։ Բայց այնտեղ հավիտենություն է, չի վերջանալու։ Եթե դուք վարձով տանն եք ապրում, կուզեք այսպես շատ, այնպես, չգիտեմ, վարկ վերցնեք ու նորոգեք տունը, ամեն ինչ ձեր ուզածով, վարձով, ասենք 6 ամսվա պայմանագիր ունեք։ Կանեք այդպիսի բան։ Ինչու՞։ Որտե՞ղ վարձով է։ Այստեղ մենք ժամանակավոր ենք։ Մեր գանձերը մենք այնտեղ պիտի դիզենք։ Որ մենք հավատանք սրան, մենք կհասկանանք, որ ես կուզեմ հավիտենության մեջ մեծ լինեմ, որովհետև Տերը ասում է, ամենալավ ցանկությունն է, որ դու կարաս ունենաս։ Բայց պատրաստ ես դրա գինը վճարելու։ Այստեղ պիտի փոքր լինես։ Փոքրը չի նշանակում դրա ծայրահեղություններին այնքան դեմ եմ, որովհետև մարդիկ մտածում են, որ երբ որ այսպիսի բառերով խոսան, ես, ով եմ ես, շատ լավ է, որ դու դա Աստծո առաջ ասես, ոչ թե մարդկանց։ Իմ մոտ դա ավելի շատ հակակրանք է առաջացնում, երբ որ մարդը խոնար է ներկանում, ես նվաստս, ես անարժանս, ես այդ մենք աղոթքի մեջ պիտի ասենք։ Մարդկանց առաջ պետք չի ասել, ցույց տուր,
որ դու իրան քեզանից բարձր ես դնում, գնա ծառայի։ Ու իսկականից կլինես նվաստ, բայց Աստված կասի, այս նվաստը իմ աչքի բոլորից է բարձր։ Այս պետք չի մարդկանց առաջ ասել դա։ Դա ասելով չի, դա անելով է։ Մի բան եմ այստեղ գրել, նոր համար եմ ասելու, որ պիտի անգիր սովորենք։ Մի բան եմ գտել, որ ուզում եմ մեր եկեղեցու յուրաքանչյուր անդամը անգիր իմանա այս համարը։ Ու շատ հեշտ է հիշել։ Գիտեք որն ենք մենք անգիր սովորում։ Անգիր որը գիտենք։ Հովանու 3:16-ը։ Գիտենք անգիր։ Գիտենք։ Հիմա նոր բան եմ ասում։ Այնքան հեշտ է հիշել։ Առաջին Հովանու 3:16։ Հովանու 3:16-ը չի։ Հովանես առաքյալի առաջին թղթի 3:16-ն է։ Լավ։ Կարդանք։ Ինքան կուզեմ, որ անգիր իմանանք։ Առաջին Հովանու 3:16 Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսը իր կյանքը տվեց մեզ համար։ Մենք էլ պարտավոր ենք մեր կյանքը տալ մեր եղբայրների համար։ Արժի սովորել։ Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսը իր կյանքը տվեց մեզ համար։ Մենք էլ պարտավոր ենք մեր կյանքը տալ մեր եղբայրների համար։ 3:16 Հովանու 3:16 անգիր իմացողները թող ավելացնեն իրենց անգիրների ցանկի մեջ առաջին Հովանու 3:16-ը։ Սա դժվարագույն հանձնարարություն է, սիրելիներ։ Դժվարագույն հանձնարարություն։ Որովհետև հավատքը ասում է, հավատքը նա է, որ դու տեսածով չես առաջնորդվում, դու գրածով ես առաջնորդվում։ Տեսածը ասում է, մարդը չի գնահատում քո սերը։ Մարդը չի գնահատում քո լավությունը։ Աստվածաշունչը ասում է, ես մի գորաշկն ամեն օրը, որ ամեն առավոտ ուղերձներ եմ ձայնագրում, մի շարք կար մեր ասացվածքները, որոնք մեր ժողովուրդը վերցրել է Աստվածաշնչից։ Այսպիսի ասացվածք կար, լավություն արա, գցի ջուրը։ Աստվածաշնչում մի փոքր ուրիշ ասում է, հացը դիր ջրերի վրա, շատ օրեր հետո կվերադառնա քեզ։ Նույն բանն ասա, ինքը վերադառնալու է։ Եթե ոչ մի մարդ քո արածը չգնահատի, մեկը կա, որ տեսնում է եւ գնահատում է։ Բարիք արա մարդկանց։ Սիրի մարդկանց, քո կյանքը դիր, որովհետև ոչ թե իրանք արժանի են դրան, Քրիստոս քեզ, որ արժանի չէ, իր կյանքը տվել է քո համար եւ ասում է, հիմա դու էլ այն սիրով, որ ես քեզ սիրեցի, սիրիր մյուսներին։ Ուզում ես երկնքում մեծ վարձք ունենաս, ուզում ես գանձեր ունենաս երկնքում, Քրիստոսի պատվիրանը ընդունել ես, ձեր գանձերը այստեղ մի դիզեք, ձեր գանձերը երկնքում դիզեք։ Ուզում ես։ Հիմա երկրորդ հարցը լսի։ Կարող ես խմել այն բաժակը, որը ես խմեցի։ Այն ժամանակ ասում է, ես եմ խմելու, բայց հիմա մեզ ասում է, որ ես խմեցի։ Կարող ես։ Ձեզ չարչարանքի, տառապանքի, բայց սրտի ուրախության եւ ներքին խաղաղության մի ընթացք է սպասում։ Երբ որ դրսից ճնշումներ են ու ներսից խաղաղություն, պատրաստ ես։ Մենք պիտի մտածենք, ինչ կպատասխանեիր այս հարցին։ Երբ մենք ընտրում ենք Աստծո կամքը, խնդրում եմ ուշադիր լսեք սա։ Երբ որ դու կանգնած ես ընտրության առաջ, քո կամքը թե Աստծո կամքը, մարդկանց ճնշումը թե Աստծուն հնազանդվելը, որ դու ընտրում ես Աստծո կամքը, Աստված փնտրում է այդպիսի մարդկանց, որ զորացնի իրենց։ Ինքը իր շնորհքի հոգին է ուղարկում քո կյանք, եւ ինչ որ շատ դժվար է, դառնում է հնարավոր, որովհետև նա զորություն է տալիս իր կամքը սիրողին եւ իր կամքին հնազանդվողին։ Ուզում ես մեծ լինել։
ես ուզում եմ երկնքում մեծ լինել։ Անկեղծ ասեմ ձեզ։ Ես ուզում եմ, երբ որ կանգնեմ իր առաջ, ես այդպիսի պատգամել ունեմ, որ լսեմ իրենից ապրես բարի եւ հավատարիմ ծառախոսքերը։ Ես ուզում եմ, որ գնամ երկինք, իմիջիալոց ժամանակը ստեսնեմ, ժամանակն ավարտելու, բայց եկեք կիսվեմ ձեզ հետ սա, որովհետեւ շատերը կդիտեն այդ ֆիլմը։ Հիմա ֆիլմի անունը հիշեմ։ Մի ֆիլմ էինք մենք նայում, եթե կհիշեք, հիշեցրեք ինձ։ 6-20 րոպեանոց թե կես ժամանոց ինքը այսպես մասերով քրիստոնեական ֆիլմ է, եւ ֆիլմը սկսվում է մեկի մահով, մեկը մահանում է, այսինքն թաղումն է։ Գիտեք, որ արտասահմանում թաղման ժամանակ թաղումը չէ, ավելի ճիշտ է, որ հոգեհանգիստ ենք ասում, գալիս են ամեն մեկը, ինչ որ հիշողություններ են խոսում, ինչ որ բաներ են պատմում, այդպիսի հավաքվել են ու ամեն մեկը այդ մարդու մասին մի բան է պատմում, եւ հետո ֆիլմը այդ արարողակարգից, այդ արարողությունից անցնում է այդ պատմության, այս մարդը ապաշխարել էր, վատ կյանքով էր ապրել, հետո ապաշխարել էր, հետո իր կյանքը նվիրել էր մյուսներին բարիք անելուն։ Եվ ամեն մեկը, որ կանգնում էր ու պատմում էր այդ մարդու մասին, այդ պատմությունն էր, ինչպես է ինքը օգնել։ Երբ որ ես այդ ֆիլմը տեսա, մնում անունը հիշեմ, չգիտեմ, կհիշենք թե չէ։ Ինչ? Այո, ոչ միայն դիտորդ, ոչ միայն դիտորդ, այդպես է, ոչ միայն դիտորդ։ Այսինքն ցույց է տալիս, որ այդպիսի տեսարան էլ կա, շատերը գնում են ֆուտբոլի խաղը դիտելու, իրանք մասնակից չեն, իրանք դիտորդ են, մենք դիտորդ քրիստոնյաներ չպիտի լինենք, մենք պիտի մասնակից քրիստոնյաներ լինենք, մենք պիտի, գիտեք, դիտորդ քրիստոնյաները, ասում են, լավ խաղացին, վատ խաղացին, գնահատականներ են տալիս, ժյուրի են, բայց մենք պիտի գործող անձիկ լինենք, մենք պիտի Քրիստոսի աշակերտները լինենք, որոնք գործում են, այլ ոչ թե դիտորդներ, որոնք կամ ծափահարում են, կամ ասում են, լավ չխաղաց, չէ, մենք պիտի գործող անձինք լինենք։ Եվ իմ կյանքը փոխվել է այդ ֆիլմը դիտելուց։ Այն ժամանակ հիմա արդեն այդքան երիտասարդ չի, բայց այն ժամանակ երիտասարդ էր հեղինակը, հիշեցի անունը, Քայլ Այդլման։ Ինքը հովիվ է Ամերիկայում եւ նկարում էր տենց ֆիլմեր, մի քանի ֆիլմ նկարեց, ամեն դեպքում not only fun, կարծեմ հենց այսպես է անգլերենով, не просто зритель ռուսերենով, հայերենով ոչ միայն դիտորդ, չէ, կարծեմ այդպես է։ Լավ հիշեցինք, գնայեք այդ ֆիլմը, խորհուրդ եմ տալիս, իմ կյանքը փոխվել է։ Եվ ես որոշեցի, որ ես ապրելու եմ, այդպես էլ ասել եմ, որ ոչ թե իմ անունը մեծարվի, չէ, այստեղ չէ։ Հենց այդպես է ֆիլմը, ինքը այստեղ այդ վարձքին չի արժանացել, անգամ եթե ֆիլմը նայեք, ինքը շատ չարչարանքներով, տառապանքներով է անցել, շատ կոնֆլիկտների է գնացել, որովհետև ուզեցել է մեկին օգնի, իսկ ասենք ընտանիքը դեմ է եղել դրան, բայց երկնքում հավատում եմ, որ իհարկե հորինված պատմություն է երևի կամ գուցե այդպիսի շատ մարդիկ ապրած լինեն, բայց այդ պահին ես հավատում եմ, որ այդ մարդը երկնքում մեծ վարձք ուներ, որովհետև իր արածի վկայությունները մարդիկ խոսում էին։ Ու ես մի հարց տվեցի ինձ, որը ուզում եմ դուք ձեզ տաք։ Իսկ ինչ են խոսելու ինձանից հետո։ Որ կոտրված կյանքն ես դու օգնել, որ վերականգնվի։ Որ սովածին ես կերակրել կամ չգիտեմ Տերը ինչ ասում, իրանց արեցիք, ինձ արեցիք։ Եվ սա այսօրվա հարցն է։ Ուզում ես մեծ վարձք երկնքում։ Իհարկե ուզում ես։ Եվ շատ լավ ես անում։ Իսկ բաժակը կարող ես խմել։ Եկեք մտածենք սրա շուրջ։ Եվ եկեք աղոթենք, որ կարողանանք պատասխանենք, ինչպես Հակոբոսն ու Հովհաննեսը պատասխանեցին. այո,
կարող ենք։ Եվ չնեղանանք իրարից, եւ չիշխենք իրար վրա, եւ չզայրանանք իրար վրա, այլ իրար օգնենք, որ նաեւ որպես եկեղեցի միասին մեծ վարձք ունենանք երկնքում։ Աղոթենք։ Շնորհակալ ենք Տեր քո խոսքի համար եւ այսօրվա այս ուսուցումների համար, որ փոխանցում ես մեզ։ Ես գիտեմ, որ դու նպատակ ունես քո եկեղեցու հետ կապված։ Եվ ժամանակն է, որ այն խոսքը, որ ասել ես, որ մարդիկ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն Հորը, որ երկնքում է, որովհետեւ լույսը այն բարի գործը, որ մենք անում ենք, լույս, որ փայլում է։ Եվ ուզում եմ, որ քո լույսը մեր միջոցով փայլի, Տեր։ Եվ երբեք ու երբեք ոչ եկեղեցին, ոչ որևէ ծառայող չվերցնի այն փառքը, որ միայն եւ միմիայն քեզ է պատկանում, Տեր, այլ ողջ փառքը քեզ բարձրանա, բայց քո եկեղեցին փայլի, քեզ պաշտողները, քեզ ծառայողները, քո աշակերտները փայլեն այս աշխարհի խավարի մեջ, արտացոլելով քո լույսը, Տեր, իրենց բարի գործերով, իրենց հոգատարությամբ, իրենց խնամքով, իրենց կորսվածների եւ տկարների հանդեպ ունեցած սիրով, որ քեզանից ստանում ենք ու փոխանցում ենք մարդկանց։ Տուր, որ իրապես չվախենանք ոչ մի բաժակից, որ Տիրոջ կամքով գալիս է մեր կյանքի մեջ, այլ ապրենք քո կամքը կատարելով եւ քո կամքին հնազանդվելով եւ ապրենք քո ոտնահետքերով քայլելով, ինչպես Գիրքն է ասում, ինչպես դու ես այս աշխարհի մեջ, այնպես քեզ հավատացողը։ Եվ գիտենք, որ դա չենք կարող անել մեր ուժով, մեր իմաստությամբ ու մեր զորությամբ, եւ խնդրում ենք, որ օգնես մեզ, փոխակերպես մեր սրտերը, փոխես մեր մտածելակերպը, մեզ դարձնես քեզ նման, Տեր։ Մեր աղոթքն ու խնդրանքն է մեզ համար եւ մեզ լսող յուրաքանչյուր մեկի համար։ Հիսուս Քրիստոսի անունով։